Նարեկ Շուքուրյանը մորազգանունն է օգտագործել, անվանափոխությունը կատարվել է այն բանից հետո, երբ Շուքուրյան կրտսերը Ռուսաստանում քրեական պատասխանատվության է ենթարկվել և դատարանը նրան արտաքսելու որոշում է կայացրել։ Ռուսաստանի Ֆրունզենսկի շրջանի դատարանը նրան 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 400,000 ռուբլի արժողությամբ ավտոմեքենայի գողության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Պատիժը կրելուց հետո Սանկտ Պետերբուրգի դատախազությունը դիմել է դատարան ու պահանջել արտաքսել Նարեկ Շուքուրյանին։ Դատախազության հայցը բավարարվել է 2020-ի մայիսի 19-ին որոշում է կայացվել Նարեկ Շուքուրյանին տեղափոխել ձերբակալված անձանց հատուկ պահման վայր, այնուհետև արտաքսել Ռուսաստանից։ Եվ ահա անվանափոխությունը հնարավորություն է տվել Նարեկ Շուքուրյանին այլ անվան տակ մուտք գործել Ռուսաստան ու աշխատել այնտեղ։ Մեր ունեցած տեղեկությունների համաձայն նա Մոսկվայում մեքենավարման հրահանգիչ է աշխատել։ Նրա հետ ունեցած մեր խոսակցությունից պարզ է դառնում, որ գործընթացում ավելի շատ հենց ինքն է ներգրաված։ Պարզապես տպաքանակի ներմուծումը Հայաստան իրականացվում է նրա հոր Ադզեի միջոցով։ Հատկանշական է, որ Շուքուրյան Վանիկ Վոլոդիայի Ադզեի մասին փետրվարին կատարած մեր հետաքննության ընթացքում իրավաբանական անձանց պետական ռեգիստրում տեղեկություն չկար, այժմ տվյալներ առկա են։ Շուքուրյանը հաշվառված է նաև պետական եկամուտների կոմիտեում, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է, գործունեության տեսակը թերթերի հրատարակություն։ Նշված Ադզեն Շուքուրյանը պետռեգիստրում գրանցել է իր հին անձնագրի տվյալներով։ Ֆակտոր TV-ն Ռուսաստանի անհատ ձեռնարկատերերի միասնական պետական գրանցամատյանից տվյալներ է ստացել այն մասին, որ Վանիկ Շուքուրյանը դեռևս 2011-ին նույնանուն Ադզե է ստեղծել նաև Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում։ Գործունեության հիմնական տեսակներ են եղել ավտոմեքենաների մասերի մանրածախ վաճառքը, մեքենաների սպասարկումը և նորոգումը, ինչպես նաև շարժիչային վառելիքի մանրածախ վաճառքը։ 2020-ի նոյեմբերի 23-ին դրա գործունեությունը դադարեցվել է։ Ստացվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում Վանիկ Շուքուրյանը զբաղվել է մեքենաների մասերի վաճառքով և դրանց վերանորոգմամբ, որևէ առնչություն չի ունեցել լրատվական և խմբագրական գործունեության հետ, նույնն է նրա որդին։